Պաշտոնապես, ինչպես որ կարծում է, ծանուցվել են հանրությունը եւ ժողովուրդը աշխատանքից կտրվել եկել է հանրային քննարկմանը մասնակցելու կառուցապատող կողմը ներկայ է գտնվում Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան ներկայ է միջադեպը ոչ մի աղերս չունի այս հանրային քննարկման հետ, ի սկզբանե ես դա նշել եմ Չգիտեմ, որպես այդպես ասենք, միջադեպի ակտիվ մասնակիցը ես եմ ստեղ գտնվում, ասում եմ, եկեք հանրային քննարկման մասնակցեմ, այն մարդիկ, որ չգիտեմ, հենց այդ ես չեմ հրահարել, իրանք են սադրել այդ ծրիվը ու 5-6 հոգով, որ իրանք են հարցակվելու, համապատասխան պատասխանել իրանք էլ է ստացել, իրանք աշխատակիցներից մեկի դեմքն էլ է կարմիր, բայց ես իմաստը կանգնած եմ ասիվի շահերներում պաշտպանում։ Հիմա իրանք տեսել են, որ իրանք բոլորս գիտեն քաղաքապետարանի ինչ համբավ ունի, ինչպիսի շինքնդվություններ է տալի, այդ ամենը խոսում է միայն ադկատների մասին։ Հիմա այս հանրային քննարկումը առհասարակ նախադեպը չունեցող է, հենց իրանք են ասել, որ այսպիսի քանակության մարդիկ չեն եկել։ Հիմա խնդրում վեճիկ անդրադառնանք։ Փուլ ասում եմ։ Իրանք տեսել են, որ հանրային քննարկման այսքան մարդ է եկել, որ շենքի շինթույլտվությունը, այսպես ասած, ծածկը դմփոց հատելու, կասեցվել, իրանք սադրեցին, միջադեպը հրահրեցին, որ այս հանրային քննարկումը տեղի չկայանա։ Հիմա հարկ, ինչի համար, որ մյուս անգամ տեսնեմ, որ ավելի քիչ մարդկան կարանան այս հաստատուտը շինթույլտվությունը սղծնել։ Վան Շախան այսպես ստացվում է, նախապես քաղաքացիներին այստեղ կանչում են, քննարկում են կազմակերպում, հետո միջադեպ է սադրում հատակված, որպեսզի այս ամենը Տենց է դուրս գալի, էդ է փաստը։ Երեկոյանից հետո չէ, այս քաղաքապետի ոչ կոռեկտ իր պաշտոնապես ոչ վայել պահվածքը այն հանգամանքին հրահրեց, որ ինքը անձնական դաշտ մտավ, տուն է մտել, ու ինքը ուզում է պատասխանը չստանա, չար իրանց մոտ էլ մարմնական վնասված կա, այն ինչ, որ ես մենակ եմ եղել, իրանք չգիտեմ, մի 5 հոգով տեսախցիկներով էլ արձանագրվել, ես մենակ տվյալ դեպքը վիրավորակներից